Լավատեսի համար բաժակը միշտ կիսով լիքն է, իսկ հոռետեսի համար կիսով դատարկ։ Լավատեսները կյանքին նայում են վարդագույն ակնոցով, իսկ հոռետեսները սև։ Լավատեսները մեղադրում են հոռետեսներին, որ նրանք չեն նկատում կյանքի փոքրիկ հաճույքները, իսկ հոռետեսները ծաղրում են լավատեսներին, թե վերջիններս երկնքում են ապրում։ Այսօր ազատ գոտում կպարզենք ովքեր են օպտիմիստները, ովքեր են պեսիմիստները եւ կբացահայտենք ովքեր են ապրում լավ, ովքեր ճիշտ։ Մեր այսօրվա հաղորդումը եկեք սկսենք լավատեսական նոտայով եւ լավատես հյուրով, որին իհարկե որպես ընդդիմախոս կգա նաեւ հոռետեսը։ Դիմավորում ենք հաղորդավար Կարեն Քոչարյանին եւ հոռետես ռեժիսոր Արփի Ասոյանին։ Բարև ձեզ։ Ժպիտով եկեք, Արփի, բարև ձեզ, տեսեք ինչքան լավ է արդեն ամեն։ Ճիշտ է, դրսում անձրև է գալիս, բայց մենք տաղավարում ենք, մի փոքր ցուրտ է դրսում, բայց դուք բաճկոն եք հագած, այսպես կմտածեր լավատեսը, ճիշտ է։ Իհարկե։ Օրինակ այն, որ անձրև եկավ եւ կեղտոտեց ձեր մեքենան, ոչինչ։ Ոչինչ, մանավանդ որ խցանումների մեջ չէինք կարողանում հասնել ստուդիա, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ինչ է լավ լինելու, չէ՞ որ դուք արդեն ուշացումով եկաք։ Դրա մեջ ինչ որ մի վատ բան կա այնուամենայնիվ, եթե ավելի ռեալիստ Վատ բան կա իհարկե, վատ բան կա, միշտ չէ իհարկե, որ ամեն ինչը լավ է լինում, բայց համենայնդեպս պետք է հավատալ եւ հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Այն որ անձրև է գալիս հիմա դրսում եւ տաղավարն էլ փաստորեն բավականին լավ կահավորված է եւ այստեղ անձրև չի գալիս։ Արդյոք ձեզ արդեն լավատեսության որևէ բան չի հուշում։ Այ, այս պահը կարելի է ասել, որ ժամանակավոր է, զրուցելու են, գնանք եւ այլն եւ այլն։ Այսինքն հենց լավ բանը տեղի ունենում, ինչ լավ բանը տեղի ունենում, դա ժամանակավոր է։ Երբ որ տանից դուրս եկա ու արդեն պիտի գայի այստեղ, անմիջապես հենց մի անգամից պատվիրած անձրևը վրա տվեց։ Դուք խոսեցիք այն վարորդների նման, ովքեր ամեն լվանալուց հետո ասում են հիմա անձրև է գալու։ Հա, տենց ստացվեց այդ մեքենաներից էի, որ հենց լվանում են, միանգամից անձրև է գալիս ինձ վրա, ու ես տենց, հա, բա դե գնամ էլ ինչ լավ բան խոսեմ, էլ ոնց լավատեսությամբ մոտենամ, չգիտեմ, տենց։ Հա, բայց այնուամենայնիվ ասում ենք այսպես մի հետաքրքիր խոսք, ասում է, որ լավատեսների եւ հոռետեսների մեջ գրեթե տարբերություն չկա, օրինակ ասում են, որ երբ լավատեսը տեսնում է, ասենք, օղի է դրած սեղանին, ասում է այստեղ 40 աստիճանը ասում է սպիրտ է, իսկ վատատեսը հոռետեսը ասում է այստեղ 60 աստիճանը ջուր է։ Նույն բանը կիսով չափլիկն է, կիսով չափ։ Իրականում ով եւ երբ առաջին անգամ ձեզ ասաց, որ դուք հոռետես եք։ Ես ինքս կյանքի բերումով այդպես ստացվեց, անընդհատ փորձում եմ լավատեսորեն մոտենալ ամեն ինչին, անընդհատ նոր կուլիսների ետևում էի ուզում ասել, խոսում էինք այս թեմայով, զրույցը գնաց այսպես, որ կյանքն է դարձնում մեզ այդպիսին, այսինքն ընկերներս ինձ խորհուրդ տվեցին նայել մի ֆիլմ, Սիկրետ, նայեցի, ոգևորվեցի, հետո որոշեցի, որ օգտվեմ այդ մտքերից եւ այլն, ես ինձ տրամադրեմ դեպի լավը, Ես եմ ուզում, եմ ուզում սենց Իմիջիալոց ինձ էլ ընկերներս խորհուրդ տվեցին նայել այդ ֆիլմը, բայց ես չնայեցի։ Ու հավատացի դրան են, ինչ որ լավ մտքեր էր գալիս ինձ մոտ, ու հանկարծ զանգ, որ ամեն ինչ շատ վատ է այդ զանգից կախված, ես որոշեցի, ճիշտ է, ծիծաղով եմ մոտենում վատ բաներին, այդ միգուցե Արդեն սովորել եք, որ ինքս իմ դեմ պայքարում եմ, որպեսզի դառնամ լավատես, որպեսզի ամեն ինչ լավ լինի ինձ համար, դրա միջոցով դարձել եմ ռեալիստ, ավելի շատ ոչ թե պեսիմիստ, այսինքն ամեն ինչ տեսնում եմ նենց, ոնց որ ինքը կա, այդքան էլ վատատես չեմ։ Առայժմ չի ստացվում։ Հոռետեսները այդքան էլ չեն սիրում լավատեսներին, որովհետև սովորաբար նրանք ամեն երկնագույն գույներով են տեսնում։ Իսկապես վարդագույն գույների մեջ է գաղտնիքը, թե իսկ կյանքն է մեզ սովորեցնում այնպես, որ վարդագույն գույների մեջ չէ հաստատ գաղտնիքը, պարզապես ես կարծում եմ, որ ըստից այն մարդիկ, ովքեր որ ամբողջ կյանքի ընթացքում նվնվում են, ամբողջ կյանքի ընթացքում շուտով բողոքում են, ասում է կոպիտ ասած ժողովրդական խոսք ասում է լաց է բերում, արցունքը է բերում։ Սիկրետի ամբողջ գաղտնիքը դրանն է։ Երբեք չի կարելի ինչ որ բանի վրա ֆիքսվել եւ տրամադրել, որ վատ է, միշտ վատ կլինի։ Չէ, դուք տրամադրեք, որ լավ է լինելու։
Փորձում եմ, պարոն Քոչարյան։ Ուրեմն լավ չեք փորձում, այնուամենայնիվ ենթագիտակցորեն ձեզ մոտ ուրեմն մնացել է, որ վատ է ինչ-որ։ Դե որ ասում եք ամեն ինչ լավ է լինելու, այսպեսի մի հարց տամ։ Հիմա լավատեսն է լավ ու հեշտ ապրում են առումով, որ նա միշտ մտածում է, որ լավ կլինի, բայց երբեմն նրա հույսերը չեն արդարանում, թե իրատեսը, որ իրապես կարողանում է գնահատել կյանքի տվյալ հատվածի իրադրությունը եւ կայացնել ճիշտ որոշում։ Այսինքն ով է ավելի հեշտ ապրում, լավատեսը թե իրատեսը։ Միգուցե եւ իրատեսը, որովհետեւ ես լինելով լավատես եղել է շատ հաճախ, որ տուժել եմ իմ լավատեսությունից, քանի որ ցավոք հորատեսները շատ են ավելի այսօր, քան լավատեսները եւ բավական դժվար է ինչ որ մի բան ապացուցել եւ պայքարել հորատեսության դեմ, բայց ասում եմ շատ հաճախ եղել են դեպքեր, որ տուժել եմ ես դրանից իմ բարությունից, իմ լավատեսությունից, երևի թե նույնիսկ հաճախ եղել է մտածել եմ, միգուցե չի կարելի այդքան կյանքում բարի լինել, այդքան վստահել մարդկանց, միգուցե, բայց էլի չեմ կարողացել։ Դե եկեք այսպեսի մի հարց էլ տամ։ Ովքեր են ավելի շատ կյանքում հաջողության հասնում, լավատեսները թե հորատեսները ու իրատեսները։ Իրատես լինելուց հա, որպեսի միշտություն է մտնում քո մեջ, իմ կարծիքով հիմա ես անալիզ էի անում քո հարցը, մինչև պարոն Քոչարյանը կպատասխաներ, ինձ թվում է հենց դրանից է գալիս իրատեսությունը, այսինքն ես կյանքի բերումով այս բառը ներողություն ռուսերենի համար նիվիզուչի, ինքը ավելի ճիշտ է, տենց եմ անհաջողակ, հա, բայց այդ ֆիլմից գալով միանգամից հասկանում ենք ինչի մասին է խոսքը։ Շատ ֆիլմեր եք նայում դուք։ Սիրում եմ շատ։ Իմիջիալոց մի օրինակ բերեմ, ես ձեզ բայց հոլիվուդյան չեք նայում, ես ինչքան հասկացա, հիմնական հոլիվուդյան չեն, որովհետև հոլիվուդյանները սովորաբար լավ ավարտ են ունենում։ Կապ չունի ինչի անեն։ Ֆրանսիական անհաջողակների մասն էր խոսքը։ Այո։ Բայց այդտեղ խինդ ուզի, ծախ, հետո ամեն ինչ լավ է լինում կրկին։ Ամենայն դեպս Երիկ ջան, հենց դրա հետ կապված ես ուզում եմ ուղղակի հիմա ասել, ինձ բախտ է վիճակվել հանդիպել նույն Պիերը Շարի հետ հարցազրույց անել իր հետ եւ այդ հարցը ես իրեն տվեցի, ասացի որ դուք ֆիլմերում հիմնականում ձախողակների եք խաղում, արդյոք կյանքում դուք ձախողակ եք թե ոչ, ինքը ասեց ոչ։ Ես ձախողակ չեմ երբեք, բայց այնուամենայնիվ երկու անգամ հանդիպեցինք նկարահանման ժամանակ, մի անգամ աչքի մեջ պղպեղեր ընկել, չէր կարողանում նկարահանել, մի անգամ էլ ոդկա խփեց, չէր կարողանում շարունակել նկարահանումը։ Դա վարակիչ է, հասկանում եք, դա վարակիչ է։ Եթե նույնիսկ դերասան անընդհատ ձախողակ է խաղում, կարող է եւ ձախողակ դառնալ։ Կերպարները շատ անգամ ընկնում են մարդկանց հետևից։ Ուղղակի ձեզ մի փոքր ուղղորդելու համար ասեմ, ժամանակին ասում էին ես էլ էի այդպեսին, բայց ամուսնացա որոշեցի, որ այլևս այդպեսին չպետք է լինեմ ու այդպեսին չեմ այլևս։ Որոշեք մի օր ձեզ համար, որ դուք այլևս այդպեսին չեք։ Երբ որ որոշում եմ, որ այսպեսին պիտի լինի հիմա կամ այսպեսին ես պիտի դասավորեմ իմ որովհետև մինչև վերջ չեք որոշում, ձեր հոգու խորքում դեռ թողում եք, որ այս մեկը այն անհաջողակն եմ լինելու։ Չէ։ Չէ, Էրիկ, տենց չի, որովհետև մի քիչ թղթաբանությունը շատ է մեր իրականության մեջ ներկայացնում։ Թղթաբանությունը շատացել է։ Լավ, ես տաղավար հրավիրենք եւս մեկ լավատես մարդու, երգահան Արման Անտոնյանը կմիանա մեզ, կփորձի օգնել այս բանակին։ Արման, ամեն դեպքում հորատեսից վերածվել է իրատեսի, որովհետև կյանքն է նրան այդպես ստիպել։ Եվ այս ամենով հանդերձ շատ հստակ գիտակցում է, որ շատ անհաջողությունների մեղավորը հենց ինքն է։ Դուք ինքներդ հենց նոր անհաջողակ էիք այն առումով, որ խցանումների պատճառով թե ինչի պատճառով չգիտեմ, համենայն դեպս ուշացաք մեր նկարահանումից։ Դա լավ է թե վատ։ Ինչ որ կերպ դա վատ է, բայց իմ պարագայում։ Բայց դրա մեջ հիմա ինչ լավ բան կարող եք տեսնել, երբ մի ամբողջ մեծ նկարահանող խումբ սպասում էր ձեր գալստին։ Ամեն ինչի ավարտը ունի իր լավ իմաստ, այսինքն եթե ես այսօր ուշացա խցանումից, դա դեռ ոչինչ չի նշանակում, կյանքը չի ավարտվել, ես դեռ կարող եմ ամեն ինչ անել ու հասցնել։ Ինչպես հասցրեցի այսօր ներկա գտնվել հաղորդմանը, այնպես էլ կյանքում լիքը բաների կարող եմ հասցնել։ Լավ, իսկ ինչպես եք վերաբերում հորատեսներին կամ իրատեսներին, չէ՞ որ նրանք ամեն դեպքում մարդիկ են, ովքեր կյանքը կարողանում են գնահատել իրական գույներով։ Այո, բնականաբար մարդիկ են, որոնց հետ պետք է շփվես սովորաբար, ոնց որ մյուսների հետ է շփվում, դա ընդհանրապես կապ չունի։ Նախ եկեք բարձրաբանենք ինչ է իրենից ներկայացնում օպտիմիզմը, հա, եւ պեսիմիզմը։ Սկսենք սրանից երևի թե իմ կարծիքով ամենայն դեպս օպտիմիզմը դա աշխարհայացք է, վերաբերմունք է, հոգեբանական վերաբերմունք է, որը ցանկացած իրավիճակում դրսևորվում է լավ տրամաբանությամբ, այսինքն ամեն ինչի ավարտը լավ է։ Եթե ավելի լայն տեսանկյունից նայում ենք, դա օպտիմիզմը դա այն է, որ ողջ բնությունը, անցյալը, ներկան եւ ապագան
խառնված է եւ դրսևորվում է ամենավերջում ինքը դրսևորվում է լավագույն կերպով։ Օպտիմիզմին անդրադարձել են շատ փիլիսոփաներ, հոգեբաններ, ֆիզիկներ, ինքը լայն հոգեբան ունենալու ենք, եկեք այդ գործը թողնենք նրան։ Թողնենք։ Հոգեբանիկ թողնենք այդ գործը։ Բայց դուք մենք նախնական զրույցի ժամանակ երբ խոսում էինք, դուք ասացիք, որ անգամ չեք կարողանում պեսիմիստների հետ շփվել։ Այո, չեմ կարողանում ինչ առումով։ Ես իմ շրջապատը փորձում եմ ստեղծել այնպիսի մարդիկ, որոնց հետ ես կարողանամ շփվել, նստել, զրուցել, ժամանակ անցկացնել։ Իսկ պեսիմիստները ըստ էության, այսինքն պեսիմիստների մեջ էլ կան ակտիվ եւ պասիվ պեսիմիստներ։ Ես խոսում եի ակտիվ պեսիմիստների մասին, որոնց հետ անհնարին է պարզապես շփվել, քանի որ նրանց մոտ շատ հաճախ լինում է դրամատրության անկում, դեպրեսիա, որը բնականաբար վատազդեցություն է ունենում քո վրա։ Տրավմատության անկում չի լինում լավատեսների մոտ։ Լինում է, բայց լավատեսները միշտ էլ վերջում մտածում են, որ վերջում ամեն ինչ ի վերջո լավ է լինելու։ Դե հիմա հարց եմ տալիս, նույն հարցը ինչ տվեցի։ Հետաքրքիր է։ Գիտեք, ես այդ վերջը չեմ տեսել։ Ես օրինակ կարող եմ ինձ համար ասել, ինձ համար կարող եմ ասել։ Ասում են վերջը։ Նույն համալսարան ընդունվելու ժամանակ ես շատ դժվարությամբ ընդունվել եմ համալսարան, բայց հույս եմ ունեցել, որ պետքա վերջը շատ լավ լինի։ Նույնը երկի ասպարեզում կայանալու համար ես երկար ճանապարհ եմ անցել։ Գիտեք, համալսարան, որ ընդունվեցիք, դրա վերջը նայա, որ ավարտում ես, հետո աշխատանք, հետո մի քայլ առաջ, հետո ծերանում ես, չգիտեմ։ Վերջը դա է։ Վերջը գիտեք, որ նա ասում է մի քիչ աճ, մի քիչ ձախ, լավ է։ Այդ դա է վերջը։ Դրա համար վերջը։ Վերջ նկատի ունեմ կյանքի վերջ, նկատի ունեմ տվյալ խնդրի վերջը։ Պրոցեսն է հետաքրքիր, վերջը ինձ հետաքրքիր չի։ Դա որևէ գործողության, որևէ ժամանակահատվածի վերջը։ Հարցը ես այնուամենայնիվ տամ, որին պատասխանել են արդեն թե Կարենը եւ թե հորտես Արփին, լավատեսներն են ավելի հեշտ ապրում, թե հորտեսները եւ իրատեսները։ Ես կարծում եմ, որ լավատեսները, որովհետեւ ի վերջո հորտեսությունը կամ վատատեսությունը վերջում մարդուն բերում է առողջական խնդիրների նույնիսկ։ Եվ բայց դες իրատեսները կարող են գնահատել, կարող եմ ասել, որ գիտնականների ապացուցած բան եմ ես հիմա ասում, որ հորետեսների, վատատեսների մեծ մասը, այսինքն մինչև 18 տարեկան տարիքային խմբում լինում են սրտանոթային անբավարարության հիվանդություններ, 10-ից 25 տարեկանի դեպքում լինում են արդեն դեպրեսիաներ, իսկ 25-ից բարձր արդեն բոլորից համար ցավալի քաղցկեղ է։ Ինչը եւ հորետեսությունը նույնպես նպաստում է դրան։ Լավ, կարծում եմ ճիշտ ժամանակն է արդեն տաղավար հրավիրելու նաև մեր հոկեբանին։ Հոկեբան Էլիա Անանյանը սիրով համաձայնել է մեր տաղավարում բացատրություններ տալ եւ կոնկրետ պարզաբանել ովքեր են լավատեսները եւ ովքեր հորետեսները։ Մեզ կմիանա նաև դիզայներ մոդելավորող Ալիս Ազատյանը։ Հիմա բարև ձեզ։ Բոլորս ուղղակի գիտենք վերացական գաղափարներ Տիկին Էլիան։ Սահմանեք այս 3 գաղափարները, բայց ոչ հոգեբանական տերմիններով, այլ որպեսզի բոլորս հասկանանք ովքեր են իրատեսները, ովքեր հորոտեսները եւ լավատեսները։ Եկեք սկսենք օպտիմիստներին, որովհետեւ ես ինքս կյանքում օպտիմիստ եմ։ Օպտիմիստները կյանքին նայում են ավելի հանգիստ եւ ուրախ։ Իրանք ավելի շուտ են հասնում նպատակներին եւ կյանքը իրանց համար ինչ որ կարող է դաժե կարամ ասեմ ինչ որ խաղ է։ Էդ էլ կարամ ասեմ, որովհետև իրանք ամեն ինչի վրա նայում են ավելի ուրախ եւ հանգիստ։ Նույն նպատակակետին շարժվող երկու մարդ վերցնենք, մեկը օպտիմիստ, մեկը լավատես, եւ մեկը իրատես։ Արդյոք լավատեսը շատ ավելի շուտ կհասնի իր նպատակին, եթե չի կարողանում գնահատել ճիշտ իրավիճակը, քան իրատեսը, որը հստակ գիտակցելով թե ինչպիսի իրադրություն է, ճիշտ որոշումներ կարող է կայացնել ըստ տվյալ իրադրության։ Ես կարամ ձեզ մի բան ասեմ, որովհետև մեր մտքերը մեր կյանքի մեջ շատ մեծ դեր են կատարում, որովհետև միտքը անամատերիալն է, да, мысли материальны на самом деле, то есть մենք ոնց մտածում ենք, տենց էլ այդ բանը իրականանում է կյանքի մեջ։ Եթե մարդը պեսիմիստ է եւ վատ է նայում կյանքին, ես սպասում եմ ամեն մի քայլին, որ ինչ-որ մի բան վատ բան պետք է կատարվի, կարող է այդ բանը իրոք կատարվի, որովհետեւ մեր մտքերը действительно они материальны, наши мысли։
Այսինքն ձգելով դեպի քեզ իրադարձությունը կարող ես երբեմն հանդիպել հենց այդ իրադարձությունը, որը հանդիպել է քո մտքում։ Անպայման։ Սիկրետի մասն է գրքի։ Իսկ լավատեսը, հա, իսկ լավատեսը չի կարող իրեն վատ էմոցիաներ բերել դեպի իրեն։ Այսինքն ինքը լավատեսը ասում է, դե ամեն ինչ շատ լավ կլինի, ոչինչ, որ այս ճանապարհի ընթացքում, ասենք այս գործի ընթացքում սենց խոչընդոտներ կլինի, ոչինչ, բայց այդ խոչընդոտների մասին դե ինքը արդեն ենթագիտակցորեն մտածում է, չէ՞։ Այսինքն ավտոտրեյնինգ կոչվող վարժության մասն է հիմա իրականում խոսում, որ կարելի է։ Հա, բայց լավատեսության այդ մտքերն է, չէ՞, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ հոգեբանին հարցրեք։ Հոգեբան կա դաղավարում, ես չեմ կարող ասել։ Այո, այդ ավտոտրեյնինգ ասելով կամ մեդիտացիա ասելով, հիմա շատ մոդայի կա, դա մեդիտացիա խոսքը եւ իմաստը մեդիտացիայի։ Մեդիտացիաներով դուք կարող եք փոխել ձեր մտքերը ավտոտրեյնինգով։ Есть позитивные утверждения, то есть դուք ձեր խոսքերով, ձեր պոզիտիվ ինչ որ то есть ոնց որ դուք ձեզ համոզեք, որ ամեն ինչ նորմալ է լինի, բայց այդ կատարվում է հանգիստ վիճակում, այդ կատարվում է առավոտյան եւ իրիգունը, քնելուց առաջ եւ զարթնելուց հետո, այդ ավելի շատ է ոնց որ օգնում էլ այդ ժամանակներում։ Դա արդյոք խնդիրներից չէ, հարցս նրանում էր, որ ի վերջո այդ լավատես մարդը, այսպես ասած, բերում է ենթագիտակցորեն ոչինչ, որ այս խնդիրը կառաջանա, ոչինչ, որ այս խնդիրը կառաջանա այս աշխատանքի ընթացքում, այսինքն ենթագիտակցորեն էլի ինքը խնդիրների մասին մտածում է ու բերում է դեպի իրեն։ Ասածս էս է։ Այդ արդեն օպտիմիզմ չի դա։ Այդ օպտիմիզմ չի արդեն, չէ, այդ կարե ռեալիզմ է, հա, ոնց խոստանք նաև իրատես մարդուն։ Ոնց եղավ, որ դարձաք իրատեսի։ Ով է ձեզ ասել, որ դուք իրատես եք։ Օրինակ, որևէ լավ բան չեք տեսնում, նրա մեջ որ հիմա գեղեցիկ զգեստով կանգնած եք մեր տաղավարում, ժպտում եք այնքան լայն, որ հիմա բոլորս էլ սկսեցինք ժպտալ ձեր ժպիտը տեսնելով, ավելին ասեմ, ձեր ամուսինը մի քանի օր առաջ հրաշալի ֆոտոցուցահանդես էր կազմակերպել, այդքան այցելու կար, եւ դուք էլ փայլում եք այդ ֆոտոցուցահանդեսին։ Լավ բան չկա այդ ամեն ինչի մեջ, ոնց եղավ, որ դուք իրատես դարձաք։ Նախ սկսեմ նրանից, որ ես մի քանի տարի առաջ այդքան էլ իրատես չէի, անգամ մոտիկ չէի դրան, այլ հակառակը պեսիմիստ էի, բավական խորացված պեսիմիստ, բարդույթներով։ Մնաց ընդհանրապես մեկ քայլ։ Միգուցե։ Երևի թե ինքս ինձ ես եմ օգնել ու ուղղակի հասկացա այն, որ խանգարում է պեսիմիստ լինելը ձեզ։ Հա, իհարկե։ Նախ սկսեմ նրանից, որ խանգարում էր այնքանով, երբ որ մարդը լցված է բացասական մտքերով անընդհատ, ինչպես ասում էր հոգեբանը, հա, երբ ամեն մարդ իր մտքերը կյանքի է բերում դրանով։ Այսինքն, եթե մտածում ես վատի մասին, վատը քաշում է եւ դա էլ կլինի քեզ հետ, եւ անընդհատ դրան հանդիպելով վատին, ես հասկացա, որ պետք է ինչ-որ բան կյանքում փոխել ուղղակի։ Սկսեցի ինքս ինձ, սկզբում ինքնուրույն երևի ինչ-որ առանց հասկանալու, մի փոքր մեդիտացիայով զբաղվել, լավ մտքեր քաշել, հա, մենք մեր ծրագրի հաջորդ հատվածին, հետաքրքիր է, ավտոտրեյնինգ ասված է, որ անդադ ես կհաջողեմ, այս բանը ինձ մոտ կստացվի, անդադ լավատեսները դրանով են զբաղված արդյոք։ Չէ, ասում դրանով եմ զբաղված, դա պարզապես արդեն ենթագիտակցորեն մեր մեջ նստած է անձամբի մեջ, պարզապես քիչ առաջ հիվանդություններից էր խոսում, ես կարող եմ վստահ ասել եւ շատ օրինակներ իմ աչքի առջև եղել են, որ մարդիկ մահացու հիվանդ են եղել, արդեն կյանքի եւ մահի պայքար է գնացել, բայց մարդիկ ապակինվել են եւ երջանիկ շարունակել են ապա։ Դա հետաքրքիր բժշկի լավատեսությունն է, թե իրատեսությունը եւ հիվանդի լավատեսությունը։ Դա բժշկի լավատեսությունն է, դա հենց հիվանդի լավատեսությունն էր։ Կարծում եք, որ հիվանդի լավատեսությունն նրան բերեց։ Ընդհակառակ բժիշկները ուրիշ բան էին ասում իրեն, որ արդեն այդ հորատեսությունները։ Կան արդյոք մասնագիտություններ, որտեղ պետք է այս կամ այն կերպ լինել։ Օրինակ, եթե լեռնագնացը որոշի, որ ինքը լավատես է եւ ջոմոդինգմայից էլ ավելի բարձր կետի կարող է հասնել, արդյոք կիրականանալ է երազանքը։ Երևի ես հավատում եմ, որ կիրականանա։ Այսինքն մի օր նա կդառնա օթաչու, լեռնագնացից կդառնա օթաչու։ Կարող է։ Ուղղակի ավելի բարձր գնալ համար։ Կարող է։ Օպտիմիզմի հետ կապ չունի, կարող եմ ասել, օպտիմիզմի հետ կապ չուներ դեր ասածը, դա ընդհանրապես իդեալիզմ է։ Երազում է մարդը։ Մարդը չի կարող դա իր գործի, որտեղ ջոմոլունգմայից բարձր գագաթ չկա իրականում։
Ռուսերեն ասում են было бы желание։ Այսինքն այստեղ ասոցացնում ենք օպտիմիզմի, իդեալիզմի հետ ենք ասոցացնում, նույն կերպ ինչ որ ռեալիզմը պեսիմիզմի հետ։ Տաղավարում միակ հորոտես ինչ որ բան են ուզում ասել ներեցություն։ Տեսեք մենք այսինքն ավելի բարձր տիեզերակ գնաց կդառնան։ Բայց կարող է իրան ձգումը ինչ որ վերև բարձրանալ, կարող է իր նպատակը վերջնական նպատակը այդ է, որ ինքը հասնի ինչ որ Դե դրանից բարձր կետը ո՞րն էր։ Դե ես եմ ասում, որ կարող է ինքը Այսինքն դա իդեալիզմ է, դա ոչ թե օպտիմիզմ է, դա իդեալիզմ է։ Չէ, ես կարծում եմ, որ դա օպտիմիզմ է։ Վերջո հրաշալի խոսքեր կան, ասում է գեղեցիկը կփրկի աշխարհը, ըստիս ոչ մի հորետես չի կարող գեղեցիկ ստեղծել։ Ես այնուամենայն ուզում եմ մասնագետ մարդկանց հրավիրել տաղավար, հասկանալ արդյոք մասնագիտության մեջ հստակ պետք է լինել կամ օպտիմիստ, կամ պեսիմիստ, կամ ռեալիստ։ Հրավիրում ենք տաղավար մերսող օրթոպեդ Մասիս Անդրեսյան։ Բարձր, եկավ ձեր մոտ, ողնաշարը ծռված, հիվանդ, վատ, այդ մարդը ոնց կարող է օպտիմիստ լինել եւ ինչ է կարող է նրան փրկել։ Իսկ դուք ինքներդ այդ դեպքում ինչպես կարող եք իրատես չլինել եւ չգնահատել իրավիճակը հստակ։ Ուրեմն մեր մասնագիտության մեջ մարդ պետք է առաջինը լինի հոգեբան, որպեսզի ճիշտ մոտեցում ցույց տա պացիենտին։ Դու հասկանալով որպես բժիշկ իրավիճակը, որ ավելի ծանր է, քան պատկերացնում է պացիենտը, մեր մոտեցումը համար առաջին, որ դու կարողանաս ներշնչանքը մարդը հավատա քեզ։ Նրանից հետո Եթե գոյություն ունի ինչ-որ խնդիր, որը տվյալ պահին անլուծելի է, դու քո բարի խորհուրդներով, ճիշտ մոտեցումով մարդու ցավը կարող ես ավելի մեղմացնել։ Եվ դա այդ լավատեսությունը, երբ որ ներշնչում ես պացիենտի մեջ, դա համար առաջին բուժումն է։ Մարդը եթե գալիս է քեզ մոտ նույնիսկ գեր վիճակ գալիս է, ցանկանում է ինչ-որ մի դեղամիջոց, որ ինքը մի արի, ինքը գեղեցիկ լինի։ Դու առաջինը պետք է մարդուն ներկայացնես, որ ինքը ավելի գեղեցիկ է, քան իր մարմին ինքը ուզում է գեղեցիկ ներկայացնի։ Մարդը գեղեցիկ է իր մասնագիտությամբ, մարդը գեղեցիկ է իր ոչ թե միակ դեմքով, այլ ներքինը, որ կարող է մատուցել շրջապատին։ Բայց այդ մարդը շատ լավ գիտի, որ ինքը միևնույն է տգեղ է, միևնույն է որևէ տղա իրեն չի հավանելու, միևնույն է ինքը տանն է մնալու, ինչպես մեր ժողովրդական խոսքը կասեր։ Ժողովրդական խոսքը տաշած քարը գետին չի մնա, դա չի նշանակում պետք է շատ գեղեցիկ լինի, որ ինքը ամուսնանա, չէ։ Ինքը կարող է լինի շատ լավ, կյանքի դաժան փորձն է նրան այդպեսին դարձրել, որովհետեւ չգիտեմ, ես շատ լավատես եմ նման հարցերում, երբ որ պացիենտը գալիս է եւ ինչ որ բան ուզում է ստանում է, որովհետեւ դու իրավունք չունես ասես, որ ինքը տգեղ է, դու իրավունք չունես ասես իր հիվանդությունը գներեք։ Բայց դու շատ լավ գիտեք, որ նա տգեղ է եւ նաեւ հիվանդ է։ Այսինքն դուք իրատես եք։ Տգեղությունը այստեղ դեմքի, միմիկաների կամ ինչ-որ իր քայլվածքի մեջ չի։ Այն ինչի հակառակում դուք ուզում եք համոզել ձեր հիվանդին։ Այսինքն հիվանդին էլի եմ ասում, հիվանդին դու պարտավոր ես, եթե եկել է ողնաշարի ինչ-որ խնդիրով, դու գիտես, որ տվյալ պահին դու չես կարող բուժել, ժամանակ է պետք, բայց այդ ժամանակի մեջ տվյալ անձը չի կարող տեղավորվել, բայց դու պետք է կարողանաս իրան այնց համոզես, որ ինքը այդ ժամանակը իր համար ընտրի, որ 1 տարում, ոչ թե մի ամսում դու կբուժվես, այլ 1 տարում։ Իսկ դա այնքան նրբորեն պետք է մոտենաս, այնքան ճիշտ մատուցես, որ ինքը քեզ հավատալով այդ մի տարվա ընթացքը իր համար շատ կարճ թվա։ Հալիս, երբ դարձար արդեն իրատես, արդյոք իսկապես չես մտածել այն քայլի մասին, որ պետք է մի օր էլ դառնաս լավատես, որպեսզի ավելի լավ լինի ամեն ինչ։ Որովհետև ասում ես, որ քո կյանքը փոխվեց այն պահից, երբ դու դարձար իրատես։ Միգուցե ժամանակի ընթացքում լինելով տիպով, մարդկային տիպով մելանխոլիկ եմ, բայց ոչ այդքան խորացած։ Մի քիչ դժվար է ինձ պատկերացնում օպտիմիստի դերում, բայց կարծում եմ այն վիճակը, որին ես հիմա հասել եմ, դա ինձ բավարար է եւ բավականին հաջողությունների եմ իմ կյանքում հասել դրա շնորհիվ, նաեւ հիմա երևի գիտեք ոնց ասեմ, ինքս իմ հանդեպ ինձ հետ կապված որոշ հարցերում ես իրատես եմ։ Իսկ ինչը վերաբերվում է իմ հարազատներին, իմ ամուսնուն, բավականին լավատես եմ չափից դուրս։ Այսինքն երբ պետք է օգնել, թեկուզ նշեցի ցուցահանդեսը, ես կազմակերպեցի այդ ամենը ու բավականին այն աստիճանի լավատես էի տրամադրված, որ անգամ այդ էներգետիկան տարածում էի բոլորի վրա ու այդպես ստացվեց։ Իսկ ձեր ամուսինը եմինը լավատես է, թե։ Հիմնականում շատ դեպքերում երևի պեսիմիստական ինչ որ հակումներ ունի։ Բայց լավ, տեսեք, դուք լինելով իր կողքը իրան դեպի
Ես մի բան կասեմ, եթե լավատես չլինի, բարձունքների չի հասնի։ Այդ ես ընթացքը հետևում էի ցուցահանդես, մյուս։ Եթե լավատես չլինի, ո՞նց կարող է ցուցահանդես ներկայացնի։ Ուրեմն ինքը լավատեսությամբ լցված է, չէ՞ որ ցուցահանդես Իհարկե։ դուք էլ շողում եք իր կողքը։ Ես էլ դա եմ նշել, որ լինելով ամուսիններ, մենք լրացնում ենք իրար, որոշ դեպքերում ես միշտ աշխատում եմ ուժ տալ, լավ էներգիայով լցնել։ Ուրեմն լավատես եք, որ ուժ եք տալի։ Այս կողմ եք գալիս։ Լավատես եք, որ ուժ եք տալի։ Լավատես եթե չլինես ցուցահանդես, դա հանրապետություն չի։ Ես գիտեք երևի ինքս դա միջև վերջ դեռևս չեմ բացահայտել։ Միգուցե ավելի շատ։ Ես ներկայ եմ եղել ցուցահանդեսի բացմանը եւ տեսել եմ ձեր շողշողացող աչքերը, ձեր եւ ձեր ամուսնու երջանիկ աչքերը եւ շրջապատը ձեր ընկերների, հարազատների, որ այնտեղ էին։ Հնարավոր չի որ լավատես չլինեիք։ Այս լավատեսներին տեսել, ամեն ինչ կհամոզեն, հիմա կհամոզեն։ Իրականում արդյոք եթե ռուսերեն տերմիններով փորձենք, պերիբոր չի լինի, եթե ամուսիններից երկուսն լինեն լավատես։ Արդյոք այս բալանսը շատ ավելի նորմալ չէ, երբ մեկը մի փոքր հոռետես է, մեկը մի փոքր лавատես եւ բալանսի են գալիս նրանք։ Я могу сказать только одно, что их ждет просто очень хорошее, светлое будущее их обоих. Տեսնում եք։ Այո, ես տեսնում եմ, որ երկուսով եթե իրանք լինեն լավատես, то իրանք կարան հասնեն շատ մեծ նպատակներին եւ Մի հարցել եմ ուզում տալիս, հատկապես այն մարդկանց, ովքեր միգուցե մի ժամանակ եղել են հոռետես, երևի թե Ալիսի աստեղ այն ժամն է գալիս, դրա համար պետք է իրեն հարցնեմ կրկին։ Համ հոռետես եք եղել, համ իրատես, համ լավատես։ Նոր բարձեցինք լավատես, այնպես որ արդեն որն է ավելի հեշտ։ Հեշտ ձեզ կյանքում ուղղորդում կոնկրետ ձեր նպատակներին հասնելու։ Լավատեսություն իհարկե։ Լավատեսությունը շատ ավելի հեշտ է։ Հա, իհարկե։ Նոր բարձում ենք, որ իրատես մարդիկ են շատ ավելի հեշտ ապրում։ Գիտեք, լավատ ամեն ինչ ունի իր չափանիշները եւ աստիճանը, հա, նայած ինչ աստիճան։ Եթե լավատեսությունը նույնպես հասնում է ինչ որ դա արդեն պաթոլոգիա է։ Հա, իհարկե, պետք է մարդ կարողանա կյանքի ընթացքում նայած ինչ իրավիճակի մեջ հայտնվես, կարողանա կողմնորոշվել, դա էլ է։ Եթե լինում է շատ կատաստրոֆիկ ինչ որ վատ իրավիճակ կամ դեպք, իհարկե դեպքում ես չեմ կարծում, որ պետք է ժպտալ։ Հա, իհարկե օգնում է, բայց ոչ ես կարծում եմ, որ պետք չի հիմարության աստիճանի դա հասցնել ու մինչև ականջը ժպտալ ու ասել, որ աստիճանի դասնել։ Չգիտեք, ես ուղղակի շատ վատ օրինակ։ Երբ որ լավատես ես շրջապատը դրանից շահում է, աշխատանքը շահում է, միանշանակ ո՞ց կարելի լավատեսությունից ինչ-որ մի բան։ Մենք չենք խոսում նորմալ մարդկանց մասին, որովհետև կա ինչ-որ աստիճան, չէ, աստիճան կա, որ կա համար ուրիշ տեղ կա, մենք լավատես ենք մեր առողջ շրջապատի, առողջ սերնդի։ Դե եթե դրա մասին է խոսքը, ուրեմն հա։ Մենք այսօր առողջ, ոչ, մենք առողջ սերնդի մասին ենք խոսում, առողջ շրջապատի մասին ենք խոսում։ Ես սկիզբը հետևում եմ, երբ որ ասեց, ես դուրս եկա անձրև եկավ։ Միգուցե ինչ որ մեկի համար հենց այդ անձրևը, ինքը ինչ որ բան էր ցան, հենց այդ անձրևը օգնեց, որ այդ բույսը աճի։ Կամ սիրահարներ կան, որոնք սիրում են անձրևի տակ զբոսնել։ Լավատես, այո, որ իրանք անցուդարձ չկա, իրանք ոչ մի խանգարող չկա, իրանք կարող են զրուցել իրար հետ ռոմանտիկ։ Միշտ պետք է լավատես լինես։ Ես ոչինչ չունեմ անձրևի դեմ, ինքս կարելի էր, եթե ոչ նկարահանման կգայի, մեծ հաճույքով կքայլեի անձրևի տակ, ուրիշ խնդություններ էլ կլիներ։ Ամբողջ հարցը նրանում է, որ իրադարձությունները, խոչընդոտները, ինչ որ դու անում ես կամ ինչ որ դու պատրաստվում ես անել, խոչընդոտ։ Այսինքն եթե լավատես չլիներ, այս շարժի մեջ դու ես թոուբոհի մեջ միշտ պետք է լավատես լինես, փտրես լավ անկյունը։ Действительно, мир принадлежит оптимистам, на самом деле. Ես չեմ կարող լիարժեք լավատես լինել, իրականությունը գնահատում եմ նրանց ոնց որ կա։ Ցավոք սրտի իրականությունն որ Հայաստանը լքում են արտագաղթ կա։ Ով օպտիմիստ է, միշտ մտածում է, որ լավ է լինելու ստեղ։ Հատուկ հոգեբանը կարող է դեղամիջոցով կամ քիմիական որևէ միջոցով պեսիմիստին, այսինքն հոռետեսին դարձնի լավատես։ Կա այդպիսի դեղամիջոց, եթե կա այդ դեղամիջոցը հիմա նշանակենք արփին։ Չէ, գիտեք, ես ասեցի արդեն աուտոտրեյնինգը, ասեցի մեդիտացիայի մասին, որովհետև շատ, то есть այն մարդիկ, ով կյանքով ոնց որ պեսիմիստ են, դրանց համար մեդիտացիան եւ աուտոտրեյնինգը ոնց որ շատ, то есть իրանք շատ պետք է օգտագործեն այդ դեղամիջոցը, տենց ասենք։ Ինչպես է այդ ավտոտրեյնինգը կոնկրետ շատերը չգիտեն պարզապես ինչպես է դա տեղի ունենում։ Ինչպես կարող է նա օրինակ արփին
զբաղվել ավտոտրեյնինգով։ Շատ հասարակ, ես չեմ ասում, բոլորը մտածում են, որ մեդիտացիան շատ դժվար բան է, բայց մենք իծնե կարող ենք, то есть մենք կարանք զբաղվենք, то есть դրանով, օրինակ, որ դուրս են գալի Օգտակար խորհուրդներ Տիկին Էլիայից։ Դե եթե խոսենք մեդիտացիայի մասին, ես արդեն ասացի, որ մեդիտացիան շատ լավ Միջոց է։ Միջոց է, хороший результаты дает, հա։ Լավ արդյունքներ է տալի, եթե դրանով զբաղվել առավոտյան, որ զարթնում ես, եւ իրիգունը քնելուց առաջ։ Բայց ինչպես են զբաղվում դրանով։ Տարբեր բաներ կա։ Մենք կարող ենք ինչ որ շնչառության, ինչ որ բաներ анենք, то есть ինչ որ мы можем следить за дыханием, да? Мы можем делать обратный отсчет. Мы можем делать обратный отсчет, скажем, от 10 до 1. Мы можем давать себе команды, которые будут расслаблять наше тело и наш разум. Այսինքն ուղղից այդ հատուկ հրամանները մարմնի տարբեր մասերին կգնան եւ մարմնի մասերը կընթարկվեն ուղղին։ Այո, անպայման։ Ուզում եմ հավատալ, լավատեսորեն ուզում եմ հավատալ։ Չէ, հավատացիք, որովհետեւ մենք իցենե ունենք այդ հնարավորությունը, որովհետեւ օրինակ որ դուրս եք գալի ինչ որ на природу, да? Դուք նայում եք ջրի վրա կամ նայում եք կրակի վրա, չէ՞։ Դուք մտնում եք այդ մեդիտացիոն վիճակի մեջ արդեն, ձեր ուղեղը արդեն մտնում է։ Այդ կոչվում է ալֆա վիճակ։ То есть ուղեղը ունի ինչ որ էլեկտրական գրադացիաներ, հա։ Ալֆա վիճակը մենք ընկնում ենք իմինը այն վաղտ, երբ պարկում ենք քնելու։ Քնելու վաղտ։ Արդեն բարդ բաներ սկսեց ասել հոգեբանը, դուք քիչ ելնում արդեն Ես կասեի, որ Էրիկ ջան, ուրեմն մեդիտացիան ինքը մեր հանրությունը տեղեկացված չի նախ ինչա մեդիտացիա։ Նախ ստեղից սկսենք։ Պետքա լինի հատուկ հաղորդումներ, որպեսզի ներկայացնեն մեդիտացիան իրենց ինչա ներկայացնում, որ մարդիկ կարողանան դա շնչառական է, դա խաթխա յոգան է, որը որ մարդիկ շնչառական, ուրեմն շատ կան, որ շնչառականով մարդիկ կարող են իրենց իրականից բերեն բալանսի։ Եվ դա շատ լավ բան է, եթե կարողանան, ուղղակի մարդիկ չգիտեն ինչ է մեդիտացիան, ինչ է խաթխա յոգան, մյուս մարդիկ գիտեն մի հատ յոգա լսել են, բայց իրանց ինչ է ներկայացնում չգիտեն։ Ես չեմ ասում յոգայի մասին։ Չէ, ես ընդհանրապես եմ ասում, ընդհանրապես։ Բայց ինքը շնչառականը դա խաթխա յոգան է։ Այո, տարբեր բաներ կա, բայց մեդիտացիան ժողովուրդը չգիտի ինչ է, ով այդ արվեստի մոտ կամ մոտիկ մարդ ունի այդպես շփվել է, գիտի ինչ է, բայց հիմնական մեր հանրությունը չգիտի ինչ է։ Դրա համար պետք է ներկայացնեն, ասեն հոգեբանները, նա հասարակ բան, մեդիտացիա, դուք երբ որ ներկայացնում եք պացիենտին կամ ոմն մեկին, այդտեղ մի քիչ ավելի շատ գիպնոզի բան կա։ Ես կասեի, այո։ Ես պրոստը Էրիկը խնդրեց, որ ես չխորանամ ինչ որ տերմինների մեջ, դրա համար ես կփորձեմ այդ բանը։ Ավելի պարզ լինի, որ հասկանալի լինի։ Այո, այս դրա համար եմ ասում։ Անիսա, դուք գիտեք հասկանում եք հիմա ինչի մասն են խոսում Մասիսը եւ Ռաֆինելյան։ Հա, բոլորը հասկանում եք, ամեն ինչ կարքին է կարող ենք շարունակել նույն տեմպերով։ Բայց մեդիտացիա ասվածը որ ամեն մարդ Արփի, այսքան խոսեցին երկու մասնագետները։ Մի փոքր լավատեսություն մեջը տախնացավ, թե չէ։ Էրիկ ջան, նենց չի, որ ես լիովին պեսիմիստ եմ, ընդհանրապես կյանքի լավ կողմերին չեմ հավատում։ Շատի մեջ կա, որ ինքը արդեն լավատես է։ Ծիծաղով եմ մոտենում, եթե ուրեմն լավատես ես որ ժպտում ես։ Ինչի մասին է խոսքը։ Չէ, ուղղակի շատ մեծ հումոր ունեմ, հետո իրատես եմ։ Ոնց հումորը հենց լավատես է։ Չեք կարող հորտես լինել ուղղակի։ Այդ կապ չունի իրար հետ, այսինքն կյանքի բերումով այդ վատատեսական ելևեջները տեղից է եկել, այդքան ծնված օրվանից հենց չեմ ծնվելու ասել, վայ, ես ինչի ծնվեցի ես, կյանքը ինձ համար չէր։ Ես մի բան հասկացա, որ այսօրվա հաղորդման ընթացքում մեր երեք լավատեսները, մասնագետը եւ իրատեսը, որը բարձվեց, որ այսօր լավատես է դարձել, կարողացան փորձում եմ լավատես լինել, բայց առայժմ խոսքը դեռ Ալիսի մասն է։ Ալիսը օրինակ այսօր բարձվեց առաջին անգամ, որ ինքը նաեւ լավատես է։ Աչքդ լույս են։ Բայց կարողացան այս 5 մարդկանցով քեզ այնուամենայնիվ ժպիտ պարգևել։ Ես էլ դեռ ասեմ, որ անձրևը դեռ շարունակում է, կարող ես այն ռոմանտիկ երազանքներ իրականացնել, պես ինչքան լավ բան տեղի ունեցավ։ Ու դու էլ դարձար մի քիչ լավատես։ Ես կուզենամ, որ բոլորս աշխարհին նայենք լավատես աչքերով եւ կարողանանք իրականությունը դարձնել շատ ավելի լավը մեզ համար։
Այս ամենավանդերձ հիշեք, որ պետք է լինել ազատ եւ չսահմանափակել ուրիշների ազատությունից նման կարող եք շարունակել լավատես թե հեռատես թե իրատես կարող եք շարունակել blognews.am սայթում թողնելով ձեր մեկնաբանությունները կհանդիպենք Երբ եկել է վճարման ժամանակը նա ինձ տրամադրել է մեկ այլ թիվ, այսինքն 25%-ով ավելի քիչ Ամեն օր գործատուի կողմից խախտվում է աշխատողի իրավունքները